Մայիս 1-յան տոնակատարություններին աշխատանքի և աշխատավորների միջազգային օրվա ընկալումներին հետևել է Ռաֆայել Մնացականյանը։ Ռաֆայել, խոսքը փոխանցում եմ ձեզ։ Շնորհակալություն, դե ինչ հարգելի բարեկամներ, ինչպես ընդունված է ասել, կեցե մայիսի 1-ը եւ այսօր բոլորը այս կամ այն կերպ անդրադառնում են աշխատող եւ արարող մարդուն։ Արդեն նկատեցիք, որ հիմնական շնորհավորական ուղերձները որ հնչել են արդար աշխատանքի եւ ազնիվ վաստակի տրամաբանության շուրջ էին պատտվում, ինչը իհարկե միանշանակ գովելի է։ Այսպիսով, ընդհանրապես մեր հասարակության մեջ արժանապատիվ աշխատանքի եւ արդար վաստակի շուրջ զրույցները ավելի հաճախակի պիտի տարվեն, քանզի, ինչպես գիտեք, գրեթե բոլոր հետխորհրդային երկրներում, այնպես էլ մեզ մոտ, պետություն, հասարակություն, աշխատանք, աշխատող, աշխատավարձ այս հարաբերությունները մեղմ ասած այդքան էլ լավ վիճակում չեն գտնվում։ Մեր ազգաբնակչության ճնշող մեծամասնությունը դեռ հիշում է այն չակերտավոր երանելի տարիները, երբ չէինք աշխատում, ապրում էինք, երբ գրանցված չէինք, բայց գործի էինք գնում, երբ աշխատելու պարագայում էլ ինչ կար չկար ըստ հնարավորության կրում եւ տանում էինք տուն։ Իդեպ ես տարիներ առաջ մի այդպիսի միջոցառման էի մասնակցում, որտեղ հավաքվել էին ժամանակի իրոք մեծ գործերի տեր ավագ սերնդի որոշ ներկայացուցիչներ, մեկը հպարտությամբ պատմում էր, թե ինչպես է կոնյակի գործարանից քանի արկղ կոնյակ հանել դուրս, հասկանում եք, չէ, ապօրինի ճանապարհով։ Մյուսը միս կոմբինատի թալանից էր գլուխ կովում, թե ինչեր է արել ժամանակին։ Երրորդը ծխախոտի ֆաբրիկայից էր պատմում, թե քանի արկղ է դուրս անել եւ այսպես շարունակ։ Այսպիսով, հետո վերջում նրանք գավաթ բարձրացրեցին ու հայհոյանքներով հիշեցին որոշ մարդկանց, ովքեր, ինչպես նրանք էին ասում, քանդեցին այդ հրաշք երկիրը։ Աստված իմ, ես մտածում էի, ինչի իրանցից բացի ուրիշ մարդ էլ է քանդել, երկիրը այդպես է քանդվում, չէ, երբ գործի գլխին գտնվող մարդը ինչ կա չկա, կրում տանում է տուն կամ ստեպականաշնորհում է։ Հիմա էլ մեզ մոտ։ Իդեպ շատ կարևոր մի դիտարկում կա այստեղ, ես վստահ եմ, որ այդ ժամանակներում իհարկե ազնիվ ու արդար աշխատող մարդիկ եղել են, իհարկե եղել են, ինչ խոսք, հարգանքս նրանց, բայց իմ անդրադարձը բոլորովին այլ մեծամասնության մասին է։ Մեր հասարակության մեջ դեռ ազնիվ աշխատող մարդուն, կներեք այս բառից համար, հարիվ են կոչում, ամբաշար են կոչում, ինչը մենակ աշխատավարձի հույսին ես, ինչը չեմ հասկանում, այդքան անճար ես, կամ որոշ ավելի վատ պարագայում ասում են, ինչ է տղամարդ չես, այդպես է չափվում տղամարդկությունը։ Ու այսպես տարեց տարի երկրի ու պետականության հիմքից քարեր գողանալով ու տուն տանելով քանդել ենք մեր երկիրը, փոխարենը կառուցել ենք իհարկե տուն, այգի, առանց գիտակցելու, որ ինչքան էր ամուր կառուցես տանդ պատերը, եթե երկրիդ հիմքերը ամուր չեն, այն ուղղակի գրոշի գիդ անգամ չունի։ Ստեփանակերտի հաստ պատերով պարսպապատված այն առանձնատները հիշում եք, չէ՞, ավել բան չեմ ասում։ Երբ մենք խոսում ենք ներկա սոցիալ-տնտեսական կյանքի մասին, պիտի հասկանանք, որ տասնամյակներով մեր հասարակության մի զգալի շերտ ուսման վկայականներ պարզապես գնել է փողով։ Կոնյակ բամբաներկա հարաբերակցությամբ դիպլոմի գույներ է փոխել, դարձել է գերազանց ավարտ, վարորդական իրավունքներ է նվեր ստացել, եւ կփաստեք, որ պաշտոնյայի կանայք անպայման պիտի դպրոցում աշխատեին, հետո էլ տարբեր տոների շրջանակներում պատե անպատե առիթերի թանկագին նվերներ պետք է ստանային ու այսպես տարբեր բաներ։ Հարկ վճարել, հարկ վճարելու մասին ընդհանրապես խոսք անգամ չկա, ինչ հարկ, դա ինչ բան է։ Գիտեմ, հիմա մեզ լսողներից շատերը գուցեև արդարացի հարց են տալիս։ Ռաֆայել, իսկ ինչ է, հիմա այդպես չէ։ Դե գուցեև այդպես է։ Ես վստահ չեմ, բայց երբ որ Երևանում տեսնում եմ երիտասարդների կամ պատայների, 15, 16, 17 տարեկան պատայների, ովքեր աշխատում են, էլ առաքիչ, էլ խանութներում տարբեր գործերի, տոպրակ բացող, փակող, դասավորող աշխատում են, մի տեսակ լավատես եմ դառնում։ Պատանին, ով դեռ մասնագիտություն էլ չունի, նա աշխատում է, նա վաստակում է, գուցե եւ տուն է պահում, ով գիտի, կամ ուսման վարձ է հավաքում, որպեսզի վճարի։ Ես այդպես շատերին եմ ճանաչում, ովքեր գիշերը աշխատում են, ցերեկը սովորում։ Տարիներ առաջ դրա համար բակում այդ թաղային բարքերի տեսանկյունից մարդ կարող էր ուղղակի ծեծի ենթարկվել, որ սրճարանում մատուցող է աշխատում։ Դա ինչ բան է, մատուցողների հետ գիտեք ոնց էին վարվում։
Բայց ծնողի պարագայում եւս ոչ միանշանակ վերաբերմունք կարող էր լինել։ Ծնողը կթողներ, որ իր զավակը գնար աշխատեր, այն էլ սպասարկման ոլորտում։ Գնամ մեռնեմ էլի, որ իմ տղեն աշխատի սպասարկի մեկին, ու այդպես շարունակ։ Նա պիտի չաշխատի ու ապրի, ասում էին շատ-շատերի ծնողները։ Դե, այդ չաշխատող ապրողների ձեռքից ենք մենք այս օրը ընկել։ Այդ չաշխատող ապրողները տիրացան մեր աշխատասեր ու ազնիվ ժողովրդին ու իրենց բարքերը փաթաթելով ստրկացրեցին։ Անկամ իմ դպրոցական տարիներն եմ ես հիշում, շատերը տղաների մեծ մասը դպրոց էին գալիս առանց գիրք ու տետրի։ Ոչ թե չունեին, ունեին, պարզապես ամոթ էր։ Դպրոց գնալ գիրք ու տետրով ամոթ էր։ Դե, հիմա ինձ ասացեք խնդրեմ, էլ ծուր ժողովրդի սինդրոմը ոնց է լինում։ Դե դպրոց թուղթ ու գրիչով չգնացիք, հետո էլ դատարաններում սկսեցիք թուղթ ու գրիչով ստորագրել ձեզ մեղսագրվող հանցանքների տակ։ Ու այդպես էլ գողապետությունը արմատացավ։ Այսօր մայիսի 1-ն է, բարեկամներ, աշխատավոր մարդու օրը, եւ ես ուզում եմ հավատալ, որ Հայաստանի Հանրապետությունում ազնիվ ու արդար աշխատավարձով հնարավոր է կերտել արժանապատիվ կյանք։ Ես ուզում եմ հավատալ, որ կիրթ ու ուսյալ քաղաքացին կկարողանա առանց արտագաղթի մասին մտածելու գործի անցնել, վաստակել, ապրել ու շենացնել իր տունն ու երկիրը։ Ես հավատում եմ, որ սրանք պարզապես խոսքեր չեն, որ պիտի հնչեն տոնի շրջանակներում։ Ես հավատում եմ, որ այս ամենը իրապես գաղափարախոսություն է, որ պիտի դառնա յուրաքանչյուր ազնիվ ու հայրենասեր մարդու կենսակերպ։ Մտածեք այս ուղղությամբ։